Իսկ այսօր մեր խոհանոցում մեր սիրելի Սարգիս Նիկողոսյանն է, բարի լույս Սարգիս։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Ինչ բաղադրատոմս ենք այսօր ներկայացնելու։ Այսօր պատրաստելու ենք տոֆու աղցան, տոֆույով աղցան, աղցան, որը կարող ենք լայն կիրառել համ պահքի համար, համ էլ մեր առօրյա կյանքում։ Ասեմ, թե մեզ ինչ բաղադրիչներ են պետք, ընթացքում կպատմեմ արդեն տոֆուի մասին, տոֆուի ծագման մասին, թե նաև կասեմ, թե ինչ է տոֆուն։ Մեզ անհրաժեշտ են շատ կանաչիներ, խոտեր սեզոնային, այս դեպքում ես ընտրել եմ մեզ համեմ եւ ընտրել եմ կանաչ սոխ եւ միքս աղցան։ Կարող ենք վերցնել թարխուն եւ այն կանաչիները, որ արդեն տանը կցանկանաք կամ ավելի շատ եք սիրում։ Պետք է լոլիկ եւ վարունգ, չերի լոլիկ եմ ընտրել, որովհետեւ ներկա պահին մի քիչ լոլիկը դեռ համերը այդքան լավը չի, դրա համար ավելի խորտ կտամ չերի լոլիկ վերցնել, ավելի խիտ համեր ստանալու համար։ Նաև վերցրել ենք չորալոլիկ, այս դեպքում մեր մարինացված չորալոլիկն է եւ տոֆու պանիրը։ Տոֆուի համար մեզ պետք է լինելու չորաջիկա համեմելու եւ քաղցր չիլի, քաղցրակծու չիլի։ Ամեն առաջինը սկսենք տոֆուի մշակումը եւ մի փոքր պատմեմ տոֆուի մասին։ Տոֆուն բուսական պանիր է, որը արդեն մոտավոր 2000 տարվա պատմություն ունի, որի ծագումը Չինաստանում է եղել Լիան անունով չինական մտավորականի կողմից։ Տոֆուն շատ լայն տարածում ունի համ Չինաստանում, համ ամբողջ աշխարհում։ Փորձում էին բուսական ծագման սպիտակուց գտնել, հա, ենթադրում եմ։ Ամենաշատ սպիտակուցներով հարուստ ներկա պահին բաղադրիչներից է տոֆուն, քանի որ պատրաստվում է սոյայի կաթից, սոյայի կաթի մակարդման միջոցով են ստանում տոֆու պանիրը։ Ոնց որ մենք սովորականում վերցնում ենք կաթը եւ ստանում ենք պանիր, այս դեպքում արդեն սոյայի կաթով ենք ստանում տոֆու պանիրը։ Իսկ ինչ ենք հասկանում ասելով տոֆու պանիրի մշակում այս դեպքում։ Տոֆու պանիրի մշակումը տոֆուն կարող ենք օգտագործել հենց այս տարբերակով, բայց քանի որ տոֆուն շատ ծանր խիտ համ ունի, քանի որ պատրաստված է սոյայի հատիկներից, իսկ սոյայի հատիկներն է մոտավոր որ պատկերացնենք, ինքը շատ նման է սպիտակ լոբու եւ սպիտակ լոբու տեսքը ունի։ Սպիտակ այդ հատիկները մշակելով ստանում ենք արդեն կաթը, իրան զտելով, քամելով եւ կաթը այնուհետեւ կտրելով ստանում ենք պանիրը։ Մշակում ասելով թեթև տապակում է անցնելու մեզ մոտ, որպեսզի համը ավելի հաճելի դառնա։ Այո, քանի որ մենք համեմելու ենք տոֆուն, այդ իսկ պատճառով մեզ պետք է մի փոքր տապակել, այսպես։ Ես այստեղ հիմա այստեղից հոտը չի գա իհարկե, բայց քանի որ դեռ սովորական վիճակում ենք տապակում, մի քիչ ավելի պարզ հոտ ունի, բայց հիմա ես որ սկսեմ համեմել տոֆուն, վերջում արդեն կպատկերացնեք, թե ինչքան փոփոխություն է լինում նրա հետ։ Այսպես թեթև ստանում ենք ոսկեգույն, շատ հեշտ ու արագ է պատրաստվում, ավելացնում ենք քաղցրակծու սոուսը եւ ավելացնում ենք չոր աջիկա։ Պատկերացնում ինչ համեղ է լինելու։ Ուզում եմ ասել, որ հետաքրքիր է, որ վեգանները ամբողջ տարին են օգտագործում տոֆու, որովհետեւ համարվում է վեգանական սնունդ, չէ, որովհետեւ ամենալավ փոխարինիչն է համարվում մսի, ու ինչեր ասես, որ տոֆուից չեն պատրաստում, նույնիսկ այս ինչ որ հետաքրքիր բուրգերներ են ստանում, որոնք եւս շատ հաճախ կարող են մսի համը հիշեցնել որպես այդպեսին, ու պահոց շրջանի համար շատ լավ փոխարինիչ է կարծում եմ։ Չնայած որ պահոց շրջանին շատ քիչ է մնացել ավարտվելուն։ Մի քանի օր այսպես հենց սոուսը արդեն ձգվում է, տոֆուն վերցնում ենք։ Ուզում եմ ասեմ, այս մշակման տեսակը հենց իմ հատուկ մշակման տեսակն է, ես եմ կիրառում, ինքը այդպես լայն տարածում չունի, դրա համար մեկ անգամ անպայման փորձեք, որովհետև շատ մանավանդ այն մարդիկ, ովքեր տոֆու փորձել են եւ համը դուր չի եկել իրենց, խորտ կտամ մեկ անգամ այս մշակումով փորձեք եւ կտեսնեք ինչքան հետաքրքիր եւ գեղեցիկ համեղ աղցան է ստացվելու։
Այսինքն մենք սա համարում ենք քո հեղինակային բաղադրատոմս։ Հեղինակային, այո, աղցան։ Բայց ինձ միշտ հետաքրքիր է ինչ է իրենից ներկայացնում հեղինակային բառը այս դեպքում, որովհետև եթե օրինակ վերցնենք շատ հայտնի բաղադրատոմս եւ փոքրիկ մի փոփոխություն անենք այդտեղ, դա կարող ենք համարել հեղինակային Դա բաղադրատոմս։ կասենք կանվանենք բաղադրատոմս հեղինակային փոփոխություն։ Վերափոփոխված։ Վերափոփոխված։ Ինձ թվում է- Իսկ ինչ կատեգորիաներ կան, որ լիովին կարող ենք համարել հեղինակային։ Կան որոշակի կանոններ, որոնք պիտի պահվեն։ Այո, հեղինակային կոչվող ուտեստը պետք է ամբողջովին լինի հենց հեղինակի մտավորական ուտեստը, քանի որ ուղակի վերցնել աղցան կամ ուտեստ փոփոխել ինչ-որ մի փոքր բաղադրիչ եւ փոխել անունը դա չի կարող կոչվել հեղինակային, որովհետեւ արդեն իսկ գործող եւ կիրառվող աղցան է դա։ Հեղինակային ուտեստը պետք է 0-ից համադրել, պետք է 0-ից հավաքել համերը եւ ուտեստի համադրությունը, տեսակը եւ նաեւ անվանումը։ Այդպես է հիմնական կոչվում հեղինակային ուտեստները։ Համը չգիտեմ, բայց բույրը մենք Արդեն գալիս է, չէ՞։ Հիմա արդեն կտրատում եմ չերի լոլիկը եւ գեղեցիկ պետք է դասավորենք մեր ափսեի մեջ։ Խոտերը ես չեմ համեմել, եթե նկատել եք, ոչ աղ, ոչ սև պղպեղ, ոչ մի բան խոտերի վրա չենք անում, քանի որ տոֆուն արդեն հագեցած է սոուսով եւ համեմունքներով։ Այս դեպքում եթե համեմենք նաեւ կանաչիները, կստանանք ավելի խիտ ու անգամ մի քիչ համերը անցած աղցան։ Մի փոքր լիմոնա հյութ ենք ուղակի ավելացնելու սուտ թթվության համար եւ վերջ։ Այսպես քամենք կիտրոնը։ Իդեպ ասեմ, որ արդեն տոֆուն Հայաստանում են հենց արտադրում, մոտավոր 5 տարուց ավել է արդեն։ Առաջ, երբ որ նոր սկսում ենք տոֆով աղցաններ պատրաստել կամ տոֆուն կիրառել մեր խոհանոցներում, դեռևս ներմուծում էր միայն դրսից, բայց հիմա շատ լայն տարածում է արդեն գտել Հայաստանում եւ բավականին կատնամթերք արտադրող ընկերություններ սկսել են արտադրել հենց տոֆու։ Ներկա պահին, որ մենք վերցել ենք, հայկական արտադրության տոֆու է, նշեմ։ Եվ կարող եք հանգիստ արդեն խանութներից, սուպերմարկետներից ձեռք բերել եւ տանը կիրառել։ Այսպես սկսում ենք դասավորել։ 3 գույնի դասավորվածություն ենք անելու մեր ափսեի մեջ։ Լինելու է վարունգ, չերի լոլիկ, չորալոլիկ եւ ամենակարևորը հենց մեջտեղում դնելու ենք մեր տոֆուն։ Եվ ինչքան հնարավոր է շատ կանանչիներ, քանի որ տոֆուն ծանր համ ունի, մեր հիմնական սեզոնային կանանչիներն են բացելու տոֆուի արտահայտիչ համը։ Այսպես։ Ես մտքերով դեռ հեղինակային բաղադրատոմսերի հետ եմ։ Դեռ գաստրո ոլորտում այն, որ մենք ունենք հաղթանակներ, հաջողություններ, գրավում ենք աշխարհին, դա փաստ է իհարկե, բայց Սարգիս ինչ ռիթմով ու ինչ տեմպերով է հիմա զարգանում մեզ մոտ հենց հեղինակային բաղադրատոմսեր առաջարկող նաև ռեստորանային համալիրները կամ սրճարանները, ովքեր ունեն որոշակի ձեռագիր եւ մարդիկ գիտեն, որ օրինակ այս ռեստորանում կամ այս ռեստորանը հայտնի է այս հեղինակային ուտեստով եւ բաղադրատոմսով եւ արդյոք մենք ունենք խոհարարական ոլորտում բավական խոհարարներ, ովքեր լիարժեք կարող են ոլորտը լրացնել եւ մենք ինքներս ունենանք հեղինակային բաղադրատոմսեր տվյալ ռեստորանային համալիրներում։ Այո, ներկա պահին շատ անգամ ասեմ շատ մեծ խմբեր եւ թիմեր ունենք խոհարարական, որոնք շատ ակտիվ զբաղվում են հենց հայկական խոհանոցը զարգացնելով, իհարկե նոր մթերքներով, նոր մոտիվներով, բայց բավականին լայն տարածում է անցել մեր հայկական խոհանոցի զարգացումը եւ կան շատ հետաքրքիր հայկական նոր ուտեստներ, որոնք արդեն խոհարարները ներկայացրել են նոր տեսանկյուններից, այսպես ասեմ, ես անգամ ինքս շատ ընկերներ ունեմ խոհարար, որոնք զբաղվում են եւ անձամբ փորձում եմ ես էլ ու շատ հետաքրքիր տպավորված զգացմունքներ եմ ունենում, քանի որ շատ համեղ է եւ հետաքրքիր է, որ հենց մեր հայկականն է զարգանում եւ ավելի աշխարհի ներկանելի տեսքով է մատուցվում։ Իսկ մենք կարող ենք օրինակ հույս փայփայել, որ ներկա պահին մեր հայկական բաղադրատոմսերը, որոնք հեղինակային են, օրինակ շատ տարիներ հետո դրանք կդառնան հայկական ավանդական բաղադրատոմսեր։ Այո, ավանդական հեղինակային նոր ավանդական կդառնան իհարկե, բայց ասեմ նաև որ արդեն մեր հայերի կողմից հենց հեղինակային ուտեստներ կան, որ Եվրոպայում եւ լայն աշխարհում
եւ աշխարհում լայն տարածում ունի։ Շատ հայտնի հայ շեֆ խոհարարներ ունենք, որ անգամ Միշլենի աստղերի են հասել ներկա պահին եւ Ֆրանսիայում ունեն հենց սեփական ռեստորաններ, որտեղ որ իրենց մտածած քիչ ինչ հայկական մոտիվներով արդեն ուտեստներ են ներկայացնում եւ հենց այդ ուտեստների հաշվին էլ որ ստացել են Միշլենի աստղեր։ Այսպես չորալոլիկը տեղադրում ենք, ես մի փոքր դասավորվածություն եմ տվել մեր ափսեին, քանի որ մեր կանանչիների տեսակները շատ են, մի փոքր ես լցնելու եմ տակը հենց տոֆուի, այսպես հագեցած։ Սա նույն փոփոխությունն է, որ հիմնական շատ խոտերով աղցան։ Եվ արդեն տեղադրում ենք տոֆուն։ Հիմա նայեք, տոֆուի սոսը ինչ խիտ է, եւ ես արդեն զգում եմ հոտը կանանչիների հետ ինչքան հաճելի հոտ է տարածվել։ Հեսա որ վերջացնենք արդեն դուք էլ մոտենաք, կզգաք միանգամից ամենաառաջինը հոտը, երբ որ մշակված տոֆուի հոտն է եւ միանգամից թարմ կանանչիների եւ խոտերի։ Այսպես տոֆուն տեղադրում ենք եւ մի փոքր նորից ես լցնում եմ կանանչիներ հենց մեջտեղը։ Քանի որ օգտագործեցինք նաեւ ասիական սոուս, ոչ միայն վրացական համեմունքներ, մի փոքր էլ ավելացնում ենք քունջուտ։ Այսպես մեր աղցանը պատրաստ է տոֆուով եւ հիմա պետք է մի հատ փորձեք եւ արդեն տեսնենք ձեր պատկերացումը տոֆուի մասին, թե ինչպես է լինելու։ Մեզ մնում է միայն գեղեցիկ է։ այո, գնահատել եւ տեսքը եւ բույրը, իսկ համը վարքյաններ անց ընդամենը։ Իսկ առանձնանում է ինձ համար Սարգիսը Նիկողոսյան, որովհետև նա ոչ միայն գիտի պարզապես թե ինչ է պատրաստում, այլ գիտի նաև այն բաղադրիչների պատմությունը, այո, որոնք իրենց տեղը գտնում են ընդհանուր արդեն բաղադրատոմսի մեջ, իսկ դա կարծում եմ շատ կարևոր է։ Իսկապես։ Եվս մեկ անգամ տեսնենք ինչ ենք անվանում այս աղցանը։ Ես արդեն անվանել եմ կամ էլ տոֆու աղցան եմ անվանել, դեռևս հատուկ անվանում չունի, բայց կարող ենք միասին մտածել։ Կամ նորից մեր հեռուստադիտողներին խնդրենք թող մեզ օգնեն եւ անուն դնեն։ Գուցե գրել մեզ նույնիսկ Քաղցրաթթու տոֆու։ Հայկական տոֆու, հայկական ոճով։ Այո։ Հիմա մոդայիկ է, չէ՞, այդպես ասելը։ Քաղցրաթթու տոֆու հայկական ոճով։ Եվ քանի որ քաղցրաթթու տոֆուն սպասում է մեզ հայկական ոճով, մենք շտապենք Համլետ, իսկ ձեզ առաջարկենք վայելել երաժշտական ռիթմեր Սարգսին կրկին հայտնելով շնորհակալություն եւ մաղթելով օրվա դրական շարունակություն։